վիճակում ապրելը այդքան էլ հեշտ չի։ Հավատալու բան չկա, երաշխիք չկա, որ հավատանք, ասենք, ստեղ ապրելու ենք։ Աշխատանք չկա, չեն կարող ապրեն։ Կեսը Ռուսաստան են։ Սա այն մի քանի տասնյակ դպրոցների ցանկում է, որը փակվելու է, որտեղ երկու աշակերտ կա։ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որ այս տարածքները վերադարձնի։ Սեփականության իրավունք այդ տարածքում ապրող անձին իր բնականի եւ տարածքի չի տրվում։ Ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը եւ շարժման անդամ Հայկ Նահապետյանը այցելել էին Տիգրանաշեն, տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակում են ապրում սահմանամերձ գյուղի բնակիչները։ Գյուղում առաջին իսկ հայացքից նկատելի է, որոշ տներ փակ են, մի մասը դատարկ։ Մնացած բնակիչներն էլ չեն թաքցնում իրենց մտահոգությունները, ասում են անվտանգային խնդիրները շարունակում են անհանգստացնել իրենց, իսկ ընդհանուր իրավիճակը մնում է անորոշ, սրանց գումարվում են նաև բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մենք ապահով չենք զգում, քանի որ գյուղացիք գյուղում գործ չկա, տները թողած, ծառերը չորանում է, իրենք ներքև են իջնում։ Ամիքը իրենց սահման հարազատների մոտ։ Առաջ ձորը գնում էին, իմ տղան էլ գնում Արանդեթուս կար, ոչ անասունը տանում էին, բայց հիմա վախենում են։ Ինչ իմանաս։ Ինչու են վախենում։ Նախճեվանից կարող է գան, ինչ ես չգիտեմ, հայի արդեն վախը սիրտ ընկած այլ դարելուս է։ Այս վիճակում ապրելը այդքան էլ հեշտ չի։ Աշխատանքի մերն է, ասենք դուրս են գնում աշխատանքի, որը Ռուսաստան, որը ասենք Երևանը, քաղաքներում էլի։ Դե դատարկվելը շատ վատ է, ես վերևի տունն էլ է, ես 2 օր եկել եմ մնացել են, նորից գնացին, ստեղ ապրելու, ասենք չեն կարողանում ապրել, ասենք մեծ ընտանիք են, աշխատանքը, ոնց ասած սոցիալականը մի քիչ ծանրաբեռնում է, գնում են դուրս աշխատելու։ Հիմա դուրս արտաշատում տուն են առել, ընդեղ են ապրում։ Ստեղ էլ գալիս գնում են տիրություն անելու համար։ Չեն կարող ընտանիքը ոնց ասած ապահովեն, ջահել արդեն մեծանում են։ Հիմնականում խնդիրը նա է, որ եթե որ ջահել լիներ, երեխա կներ դպրոցում, մեծ եկամներ դպրոցա, բայց 2-3 երեխա։ Գյուղում միակ դպրոցը, որտեղ 4 աշակերտ են սովորում, սեպտեմբերից այլևս չի գործելու։ Անկես որ ասեմ ոչ մի բան։ Մի քանի տարի առաջ ստեղ սովորել եմ, բայց հիմա նոր եմ եկել, չգիտեմ։ 4 աշակերտ ենք։ Բայց դասերը նորմալ գնում են, դա ուսուցանի ուսուցիչ կա։ Մի քանի ուսուցիչ են գալիս, մնացած դասերը օնլայն են կանում։ Ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը եւ շարժման անդամ Հայկ Նահապետյանը հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները եւ դրանց հիման վրա ներկայացրել նամակ դիմում։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն հստակ եւ անհապաղ քայլեր սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը ապահովելու համար։ Շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը ընդգծում է, սահմանամերձ համայնքների անվտանգությունը պետք է լինի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ցավոք սրտի Տիգրանաշենը բավականին անմխիթար, նույնիսկ լքված գյուղի տպավորություն ունի։ Մի քանի տասնյակ ըստ էության տներ կան, ըստ պաշտոնական թվերի ոնց որ թե 40-ը, բայց ակնհայտորեն տների մեծ մասը կամ մի մասը կամ դատարկ են կամ ասենք տանը մնացել են ծերունազարդ մարդիկ։ Առաջի խնդրեմը որ զառնեց, հենց այս դպրոցի հետ է կապված, փաստորեն երիտասարդությունը զանգվածային գյուղից դուրս է եկել եւ հիմա սեպտեմբերից սա այն մի քանի տասնյակ դպրոցների ցանկում է, որը փակվելու է, որտեղ երկու աշակերտ կա։ Դուք գիտեք, ինչ որ կառավարությունը որոշել է X թվականակից ցածր աշակերտներ ունեցող դպրոցները փակել։ Ցավոք սրտի սեպտեմբերի 1-ից այլ դպրոցի շենք չի լինելու։ Մյուս խնդիրը բացարձակ զբաղվածություն ապահովելու առումով կառավարությունը մատին չի խփում։ Ակնհայտորեն այդ պատճառով են հիմնականում մարդիկ հեռանում, որտեվ հիմա մենք էլ զբոսնում ենք գյուղում, բացարձակ որևէ տեղ չգտանք, որտեղ մարդիկ կարող են աշխատել։ Ասում են, ինչ որ խաղողի այգիներ են եղել, հիմա այդ այգիները չկան, փաստորեն չորացել են, կամ ինչ որ մարդ, որին պատկանել է, այլ չի ուզում
այդ գործով զբաղվել։ Մյուս խնդիրը որ կա, դա արդեն սրված այս դեմոգրաֆիկ վիճակը, դատարկվող գյուղը բերում է նրան, որ իմ մոտ կոնկրետ որպես քաղաքական գործիչ մեծանում են մտահոգությունները, թե արդյոք Հայաստանի իշխանությունը հերթական անգամ չի տրվելու Ադրբեջանի պահանջին եւ նաեւ դատարկվող գյուղի ֆոնը հաշվի առնելով չի այս գյուղը էլի օտարելու։ Նման այդ մտավախությունը շատ լեգիտիմ է, որտեղ Ադրբեջանը անդադ այդ պահանջը դնում է անկլավների վերադարձի։ Մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասեց, որտեղ դա ստրատեգիական կետ է, գիտեք, դեպի Սյունիք ճանապարհը այսպես է գնում։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանին, երբ որ այդ հարցը շատ սուր դրեցին, ասեց այդ ճանապարհը ուրիշ ճանապարհ կսարքենք։ Իսկ առնվազն ես զգում եմ, որ կառավարությունը հոգեբանորեն պատրաստ է նման սցենարի։ Եվ երևի մասնավոր մի զրույց դուք էլ տեսաք մարդկանց հետ, որ ունենում ենք, նրանք ասում են, որ մարդկանց սեփականության իրավունք փաստորեն այստեղ չեն գրանցում։ Սա նշանակում է, որ մեղմ ասած չի խրախուսվում այստեղ ներդրումը, որտեղ եթե չկա սեփականության իրավունք, երկարաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ ներդրում չի լինելու։ Այսինքն ակնհայտորեն մենք շատ տխուր վիճակի հետ գործ ունենք եւ սա եւ օբյեկտիվ պատճառներ իհարկե ունի, բայց նաեւ սուբյեկտիվ պատճառ կա, այս գյուղը հայկական պայելու ուղղությամբ պետական քաղաքականություն չի տարվում։ Շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ հավելում է, գյուղում սեփականության վկայական չեն տալիս, ինչը անորոշության զգացում է առաջացնում բնակիչների շրջանում։ Գյուղը կա, հայ մարդը կա, հայ մարդը ապրում է, աշխատում է, կա դպրոց, մի քանի աշակերտ ունի, կա նաև այլ աշակերտներ, որոնք Սևակավան են գնում, նոր հանդիպեցինք Սևակավանի և Տիգրանաշենի գյուղապետին, ինքը ասեց, բայց այդ կողմից չնայենք, նայենք այն կողմից, որ այս տարածքը ինք ունի Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական նշանակություն, իր դիրքը և այդ դիրքի համար հասկանալի է, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որ այս տարածքները վերադարձնի, առանց որ այդ երկրի նախագահի կողմից իրականացվող քաղաքականությունը հենց դրան էլ միտված է։ Բայց պետական քաղաքականությունը, որ այս տարածքները ընդհանրապես չտրվի, ուժեղացվի, որ մարդիկ գան ոչ թե մի քանի տասնյակ տուն, 1-2 առավելագույն 3 անդամներով, երիտասարդ ընտանիքներ, ասենք, դուրս են գալիս հիմնականում աշխատանքի բացակայության պատճառով։ Իսկ պետական քաղաքականությունը ինչին է միտված։ Միտված է, որ իր երկրի անվտանգությունից ելնելով կարևորագույն բնակավայրերը առավել ուշադրության կենտրոնում լինեն։ Ներդրումներ, աշխատանք, վերամշակման փոքր միավորներ, դպրոց, ծնունդ։ Իդեպ ասեմ ձեզ, երկու պետություն ժամանակին իրենց համար սահմանային բոլոր բնակավայրերը դարձել է ռազմականացված, դա ցարական Ռուսաստանն էր, որտեղ այդ բնակավայրը կոչվում են ստանիցաներ, եւ Իսրայելը, որտեղ ռազմականացված բնակավայրը կոչվում են կիբուցիներ։ Պետությունը, պետության հոգացության թիվ 1 խնդիրը այդ գյուղերի առավելագույն բնակեցներն են, մարդկանց ապահովելով աշխատանքով, արտոնությունների առավելագույն դաշտ, որպեսզի մարդուն բացի գաղափարական մոտիվացիայից նաև նյութականով շահագրգիռի, որ այդտեղ լինեն։ Այսինքն, եթե մի պահ գնահատենք, որ այս գյուղը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար ստրատեգիական, եւ այն ինչ որ մենք այսօր տեսանք, դրանք երկու տարբեր իրողություններ են։ Այո, հայ մարդը կա, աշխատում է, ապրում է, բայց պետության հոգացությունը որպես կարևորագույն տարածք վստահաբար չկա։ Եվ ամենակարևորը սեփականության իրավունք այդ տարածքում ապրող անձին իր բնականի եւ տարածքի չի տրվում։ Ինչու չի տրվում։ Ես կարծում եմ պատճառը մեկն է, որտեղ տեսականորեն նայենք, եթե սեփականության իրավունք տրվեց եւ Աստված մի արասե Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերությունները կարգավորելու համատեքստում այս տարածքները հանձնվեց, այդ դեպքում հարց է առաջանում Հայաստանի որ իշխանությունները որ լինեն ներկայիս թե ապագայի այդ տարածքների հանձնումը որ օրենք ով եղել, չէ՞ որ պետական
կադաստրի պետական կոմիտեն կառավարության առընթեր գործող տվել է սեփականության իրավունքի վկայական այստեղ ապրողին։ Այսինքն ես այստեղից կարող եմ հետևություն անել, չեն տալիս նման վկայականներ, որովհետև այնուամենայնիվ ես շատ ավելի մեղմ ասեմ, իշխանությունների համար պարզ չէ, այս տարածքները հանձնվելու է թե չէ, բայց որ Ալիևի համար պարզ է այս տարածքները վերցնելուն, կարծում եմ ակնհայտ է։ Մեկ չափորոշիչ կա, որ պայն այստեղ սեփականության իրավունք տրվեց մարդուն, բոլոր առումներով իմացեք, այստեղ կյանքը հզորանալու է, ուժեղանալու է։ Չտրվեց սեփականության իրավունք գույքի, տարածքի, բնակարանի, նշանակում է, որ պետական չինովնիկները կամ երկրի իշխանությունները մտածում են, իսկ կարող է հանձնենք։ Իդեպ ասեմ, այդպիսի տարածքներ հանձնվեցին ցավոք սրտի նաև սեփականության վկայականով Տավուշի մարզում, Գիրանցի ոսկեպարի մոտ։ Հիմա այստեղ պատկերացրեք, եթե քաղաքացուն հարցնում ես բնակչին սեփականության վկայական, ասում է չունեմ, ինչ որ գրանցված է սևակավանում։ Այսինքն հասկանալի է, որ հոգեբանորեն ինքը կարճած չի այդ հողի կտորը, այդ տունը, որտեղ ինքը մշակում է, ապրում է, կերակրում է իր ընտանիքը, դա իրենը չի։ Ենթադրում եմ, որ ինքը հասկանում է ումն է։ Սա է իրականությունը, որ հետ այսօր մենք առնչվեցինք։